Ջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր անցնելու ենք ինչպես է աշխատում աշխարհը թեմայի ամփոփումը։ Կրկնելու ենք մեր անցած բոլոր դասերը եւ կատարելու ենք առաջադրանքները։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, մենք գրքում չենք կատարի, կկատարենք միայն այն առաջադրանքները, որոնք չկան աշխատանքային տետրում։ Դա առաջադրանք 3-ն է։ Գյուտերն օգնում են հասկանալու, թե ինչպես է աշխատում աշխարհը։ Դու ինչ ես երազում ստեղծել։ Երեխաներ, ցանկալի է, որ դուք առանց վախենալու, առանց անհանգստանալու ձեր մտքերը փոխանցեք ձեր ընկերներին, ձեր ուսուցիչներին եւ ծնողներին։ Երազեք ինչքան ուզում եք, հորինեք ինչքան ուզում եք, չէ՞ որ երազելով եւ հորինելով է ապրում մարդը եւ հասնում իր նպատակներին։ Հարգելի ուսուցիչներից ձեզ առաջարկում եմ հնարավորինս խրախուսել երեխաներին, որ նրանք պատմեն իրենց ամենաանիրականալի երազանքների մասին։ Առաջադրանք 4-ը մրցույթ է դասահանում։ Գյուտեր արա, միտքդ փորձիր, այս առարկան օգտագործիր։ Հիմա տեսնենք ինչ առարկայի մասին է խոսքը։ Ինչ կարող ես անել հետևյալ առարկաներով։ Հեռախոս։ Երեխաները խոսում են, որ հեռախոսով կարող են հեռուստացույցի նման նայել ֆիլմեր, մուլտֆիլմեր, նորություններ իմանալ, կարող են հեռախոսով խաղեր խաղալ, երաժշտություն լսել, նամակ գրել, իրար հետ զրուցել, նկարներ փոխանցել, նկարահանվել, նույնիսկ ֆիլմ նկարել։ Տեսեք ինչքան շատ բան կարելի անել հեռախոսով, հեռուստացույցով։ Նույն ձևով երեխաները պատմում են, ինչ կարելի անել հեռուստացույցով, հեծանիվով, կոտրած ոտքով, աթոռի, գնդակով, փուչիկով եւ այլն։ Հարգելի ուսուցիչներ, հնարավորություն տվեք երեխաներին խոսել, նրանք այնպիսի զարմանալի մտքեր կարտահայտեն, որ դուք ինքներդ կհիանաք նրանց ստեղծագործ մտքով։ Առաջադրանք 5-ն ենք կատարում։ Գրիր նկարներում պատկերված առարկաների անունները։ Այդ բառերին ավելացրու ավոր, էնի, օրդ, իջ մասնիկները եւ ստացիր նոր բառեր։ Ձի, ձիավոր, նկար, նկարիչ, բալ, բալենի, սալոր, սալորենի, դահուկ, դահուկորդ։ Այժմ անցնենք աշխատանքային տետրին։ Առաջադրանք 1։ Օգտվելով նկարից գրիր, թե բնության ինչ երևույթների հանդիպեցիր այս թեմայի դասերին։ Ամպ, անձրև, արև, ծիածան, սառույց, ձյուն, ջրվեժ, գոլորշի, աստղեր։ Առաջադրանք Բ։ Նկարագրիր բնության երևույթներից մեկը ըստ տրված ձևանմուշի։ Գրքում ամպի մասին էր գրված, մենք կգրենք արևի մասին։ Ես արևն եմ։ Բնավորությամբ ջերմ եմ ու բարի։ Ազգականներս են երկինքն ու երկիրը։ Սիրում եմ ծառ ու ծաղիկ, բնություն։ Վախենում եմ ամպերից։ Տալիս եմ լույս, ջերմություն։ Ուզում եմ տեսնել բոլորին բարի ու ժպտերես։ Բնակվում եմ երկնակամարում։ Ազգանունս Շողիկյան։ Առաջադրանք 2-ը։ Վերհիշիր թեմայի ստեղծագործությունների հերոսներին։ Որ խոսքը, որ հերոսները կասեն, գրիր։ Նայիր երկնքին եւ հիացիր ինձնով։ Իհարկե աստղը կասի երեխաներ։ Դիմիր ինձ, երբ կարոտել ես հարազատներիդ, երբ կարոտում ես հարազատներիդ, ինչ ես անում։ Զանգում ես, այո, այսինքն հեռախոսը կարող է սա ասել։ Խնայողաբար օգտագործիր ինձ, այս մասին խոսում է ջուրը։ Շարունակիր երազել, սովորել ու գյուտեր անել։ Հովհաննես Ադամյանը կարող է նաև ասել Վիկտոր Համբարձումյանը։ Աշխարհին նայիր ինձ նման։ Երազող մարդիկ են, որ աշխարհին նայում են տարբեր տեսանկյուններից եւ հորինում են, նպատակներ են դնում, երազանքներ եւ հասնում են իրենց երազանքներին։ Առաջադրանք 3. Բառերի մեջ մի տար փոխելով ջրից ստանալու ենք լող, ջուր։ Ջն փոխել ենք հ-ով դարձել է հուր։ Ուն փոխել ենք օ-ով դարձել է հոր։ Հն փոխել ենք լ-ով լոր եւ ռ-ն ղ-ով լող։ Ջրից ստացանք լող։ Հաջորդ առաջադրանքը պետք է լրացնենք խաչ բառը։
Այստեղ ներքևում խառը բառեր են տրված, ես նախապես դրանք նախապատրաստել եմ, որպեսզի երկար չտևի։ Նայում ենք 1-ը օրոր, 2-ը անձրև, 3-ը նարինջ, 4-ը բյուրեղ, 5-ը խաղող բառի 4-րդ տառը օն դառնալու է ա, խաղաղ, 6-ը ուղտ բառն է, ու ղ, երրորդ տառը դարձել է ղ, ուղղ, ելակի վերջի երկու տառը հանենք, կլինի ուղղել, 6-րդը ուղղելն է։ Գտնենք 7-ը, 7-րդը գյուտեր անող մարդուն ասում են գյուտարար, 8-ը ամբողջ բառն է, վերջում չենք լրացնում, 9-ը ցածրի հականիշը, բարձր, 10-ը հրամայել բառի հականիշը, խնդրել, 11-ը համբուրել բառը, բաց թողնված տեղում բա է, 12-ը հետ ու առաջ անել, առաջ բառը պիտի լրացնենք, 13-ը երեկ, այսօր, վաղը, լրացնելու ենք այսօր բառը, 14-ը դեղցն է, 15-ը կառուցվածք, ավելացնում ենք ռ և ծ բառերը, 16-ը դադար առնել, մեկ բառով կլինի դադարել, գրված է 16-ը դադարել բառը, 17-ը ամենադանդաղ, հականիշը կլինի ամենաարագ, 18-ը պայծառանալ, աստղերը պայծառանում են, հականիշը կլինի աղոտանալ, 19-ը արեգակ, եթե 3 տառ լիներ կգրեինք արեգակ, 20-ը հարյուր բառն է, ուշադիր եղեք, որ հայրուր չգրեք, հարյուր, առաջի վանկը հար, երկրորդը յուր, 21-ը նկարում պատկերված մարդու անունը, Հովհաննես Ադամյանն է, գրում ենք Հովհաննես բառը, 22-ը բարձրանալի հակառակը, իջնել, 23-ը սկսելի հակառակը, վերջացնել և 24-ը վերև բառի հակառակը, ներքև, արագ խաչ բառը լրացնելուց հետո լրացնում ենք դասից քաղած իմ պտուղները, ինձ հետաքրքրեց երկնքում աստղեր դիտելը, ես կհիշեմ Հովհաննես Ադամյանի գյուտերի մասին, ես կպատմեմ իմ սովորած բոլոր նորությունները ընկերներիս ու ընտանիքիս, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։